Բարև ձեզ հարգելի հեռուստադիտողներ, մենք շարունակում ենք մեր աշխատանքը Պոլիտիկայում YouTube-յան ալիքի եթերում, այսօր շաբաթվա վերջին աշխատանքային օրն է, մենք ձեզ ենք ներկայացնում օրվա մամուլի կարևորագույն հրապարակումներ եւ այսպես Իրավունք թերթը գրում է. ՔՊ-ն, իսկ ավելի ճիշտ Նիկոլ Փաշինյանը որոշում ունի, որ ԱԺ փոխոսնակներից մեկը լինելու է կին, ու այդ կինը լինելու է Լիլիթ Մակունցը։ Բայց սա դեռ ամենը չէ, Փաշինյանը որոշել է թիմի տղամարդկանց գլխին էլ կին դնել, ակտիվորեն քննարկում են, որ խմբակցության ղեկավարի պաշտոնն էլ ՔՊ-ում վստահելու են կին պատգամավորի։ Այս պահին քննարկվող վարկածներից մեկի համաձայն այդ պաշտոնը կարող է հայտնվել Արուսյակ Ջուլհակյանին։ Իրավունք թերթը գրում է. ըստ քաղաքական կուլիսներում շրջանառվող տեղեկությունների լիբերալ թևի մի խումբ քաղաքական գործիչներ հանդիպում են ունեցել Նիկոլ Փաշինյանի հետ։ Որոշ աղբյուրների պնդմամբ հանդիպումն անցել է գերլարված, Փաշինյանի հյուրերը փորձել են վերջինիս հասկացնել, որ այսպես շարունակել չի կարելի, քանի որ լրիվ վերածվել է բռնապետի, եւ եթե այսօր եվրոպացիները ձայն չեն անում ու աչք են փակում, ապա վաղն այս ամենը ոչ միայն Փաշինյանի, այլև իրենց ամեն կերպ սատարող լիբերալ թևի քթից է գալու։ Հնչեցված մտահոգություններին ի պատասխան Նիկոլ Փաշինյանը հասկացրել է, թե որոշողն ինքն է, ինչ անել ու ինչպես, որ նրանցից մի քանիսը վրդովեցրել է նրանցից մի քանիսին։ Հանրապետության կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը սրտեղած ասել է, քաղաքականությունից դուրս է գալու։ Իհարկե հետաքրքիր է, թե Արամ Սարգսյանը քաղաքականությունից դուրս գա, ինչով է զբաղվելու, այս ամբողջ ընթացքում իր գոյության բանը քաղաքական դաշտում լինելն էր, իշխանությանը սպասարկելն էր եւ դա հետո մոնետիզացնելը։ Ժողովուրդ օրաթերթը գրում է. քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչությունը երկրորդ անգամ ծանր քաղաքական ապտակ տվեց ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանին, այս անգամ նրան մերժելով ԱԺ նախագահի ՔՊ թեկնածու դառնալու հարցում։ Առաջին ազդակը Սիմոնյանը ստացել էր դեռ կուսակցության նախընտրական ցուցակի կազմման ժամանակ, երբ երկրի սահմանադրությամբ երկրորդ պաշտոն զբաղեցնող անձը նույնիսկ կուսակցության առաջին տասնյակում տեղ չէր գտել։ Այդ որոշումն արդեն հուշում էր, թե ինչ վերաբերմունք է ձևավորվել նրա նկատմամբ իշխանության թիմում։ Երեկ այդ վերաբերմունքը վերածվեց քաղաքական որոշման, ՔՊ վարչության անդամների մեծամասնությունը փակ քվեարկությամբ ազգային ժողովի նախագահի թեկնածու ընտրեց Ռուբեն Ռուբինյանին, մերժելով Ալեն Սիմոնյանին։ Վերջինս ընդամենը 5 ձայն է ստացել 20 հոգուց։ Ժողովուրդ օրաթերթի իշխանական աղբյուրների փոխանցման վարչության նիստից հետո Ալեն Սիմոնյանը տուրն է վերադարձել ակնհայտ անտրամադիր։ Նրա թիմի հաղթական տրամադրությունը միանգամից փոխվել է, իսկ խորհրդարանում տիրող մթնոլորտը դարձել տխուր եւ անորոշ։ Մեր տեղեկություններով երեկոյան զրույցներում Սիմոնյանը մտերիմներին ասել է, թե իրեն փաստացի խաբել են, մինչ առաջադրումը նա հանդիպել էր Փաշինյանի հետ, ստացել նրա համաձայնությունը թեկնածու առաջադրվելու վերաբերյալ եւ վստահ էր, որ այդ համաձայնությունը նշանակում է նաեւ ընտրվելու քաղաքական երաշխիք, սակայն երբ վարչության անդամները երեք առավոտյան նախապես տեղեկացել է, որ քվեարկությունը լինելու է փակ, այլ ոչ թե բաց, արդեն պարզ է դարձել, որ իշխանության նախընտրած թեկնածուն Ալեն Սիմոնյանը չէ։ Հրապարակ օրաթերթը գրում է. մեր տեղեկություններով Լուսավոր Հայաստան կուսակցության փոխնախագահ Դավիթ Խաժակյանն առաջիկայում լքելու է կուսակցությունը։ Կուսակցության մեր աղբյուրներից տեղեկացան, որ տևական ժամանակ է նա սառեցրել է շփումները կուսակիցների հետ։ Պատճառը հունիսի 7-ի խորհրդարանական ընտրություններին մասնակցել-չմասնակցելու հարցում կուսակցության ղեկավար կազմի հետ ունեցած տարաձայնություններն են եղել։ Հրապարակ թերթը գրում է. մենք նախընտրական փուլում տեսանք, թե ինչպես ապաքաղաքական բանակն ու պաշտպանության համակարգը քաղաքականացվեցին, ՔՊ-ացվեցին եւ ինչպես էր պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը դարձել ակտիվ քարոզիչ, բայց իր հայրենի Ստեփանավանում ՔՊ-ն ամենաքիչ ձայները ստացավ։ Նախընտրական փուլում որպես քաղաքական գործիք օգտագործեցին վարժական հավաքների մահակը 25-օրյա հավաքներին մասնակցությունը դարձնելով պատժամիջոց դրսից ժամանած քաղաքացիների եւ ընդդիմադիրների համար։ Բանակը մի անգամ էլ օգտագործեցին մայիսի 28-ի զորահանդես անելով եւ այն PR նպատակներով օգտագործելով։ Բանակի մասնակցությունն էական եղավ նաեւ քվեարկության օրը, երբ զինվորներին սպաները շարքով տանում էին ընտրատեղամասեր, անգամ քվեարկության ժամի ավարտից հետո։ Հրապարակ օրաթերթը գրում է. երեկ ՔՊ վարչությունը 3 թեկնածուից Ալեն Սիմոնյան, Ռուբեն Ռուբինյան, Այգ Կոնջորյան ընտրեց ԱԺ նախագահացուին, բայց ոչ պակաս թեժ մրցակցության կա նաև ՔՊ խմբակցության ղեկավարի պաշտոնի համար։ ՔՊ-ում դեռևս վերջնական որոշում չկա, սակայն կուլիսներում տարբեր թեկնածուներ են քննարկում, ասում են հավակնություններ ունեն շատերը Ալխազ Ղազարյանից մինչև Վահագն Ալեքսանյան, սակայն բոլորը գիտեն, որ անգամ եթե ձևական քվեարկություն է կատարվում, որոշողը մեկ մարդ է՝ Նիկոլ Փաշինյանը։ Կարծիք կա, որ Փաշինյանը ինչպես 18-ից հետո, այնպես էլ այս անգամ
ֆրակցիան կվստահի ԱՄՆ-ում Հայաստանի նախկին դեսպան Լիլիթ Մակունցին, որին վստահում է։ Մինչ անցնենք պոլիտիկայի երկու հրապարակման, առաջարկում գովազդային դադար եւ վերադառնանք։ Հետևիր սրտիդ ձայնին, այն քեզ ուզում է տանել անհայտ հեռուներ, վայելիր աշխարհի չքնաղ քաղաքներն ու արևոտ լողափերը նոր զգացողություններով, նոր համերով։ 2026-ը թող լինի հույսերի, մոտիվացիայի, նպատակների իրագործման տարի։ Եվ հիշեք, ամեն ինչ սկսվում է մեկ որոշումից։ Նոր տարին գալիս է նոր հնարավորություններով ու արկածներով։ Քո հաջորդ արկածը մեկ թռիչքի հեռավորության վրա է։ Travel with M 095 89 20 48 Շնորհակալ եմ, որ շարունակում եք հետևել մեր եթերին, ձեզ եմ ներկայացնում պոլիտիկայի մի երկու հոդված, որոնք կարծում հետաքրքիր է այս իրադարձությունների ֆոնին։ Հայաստանի ղեկավարի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի վարացակառուսական քաղաքականությունն անխուսափելիորեն վատացրել է հայ-ռուսական հարաբերությունները։ Բանն ի վերջո հասավ նրան, որ Ռուսաստանի Դաշնությունը պատժամիջոցներ է կիրառում Հայաստանի դեմ։ Ակնհայտ է, որ այս իրավիճակի շարունակման դեպքում Հայաստանի տնտեսական կոլապս է սպասում։ Որքան էլ իշխանությունները փորձում են ստեղծել տպավորություն, թե անհանգստանալու առիթ չկա, Փաշինյանի հրապարակային խոսքը մատնում է իշխանության վախերը։ Հունիսի 25-ին կառավարության նիստից հետո կայացած շփազրույցում Փաշինյանը պատասխանելով ԵԱՏՄ արտահանումներին առնչվող հարցին եւ ՀԱՊԿ տարվող համեմատությանը հիշեցրել է, որ կառույցի գործունեությունը նշանակում է ապրանքների, աշխատուժի եւ ֆինանսների ազատ շրջանառություն։ Եթե սա չկա, ուրեմն չկա նաեւ ԵԱՏՄ-ն, կարծում է վարչապետի պաշտոնը զբաղեցնողը։ Նրա խոսքով խնդիրներ կարող են լինել 1-2 ամիս, բայց եթե դրանք շարունակվում են արդեն 4-րդ ամիսը, նշանակում է ԵԱՏՄ-ն չկա։ Եթե չկա, բա մենք ինչ անենք։ Եթե չկա, քմծիծաղով նշել էր Փաշինյանը, իր խոսքն ավարտելով փողոցային հարցումների ժամանակ հայտնի մի կիսախելագարի խոսքերով. Չիլնի։ Կիսախելագարի մտքի գոհարներին հղում անելով Փաշինյանը ցույց է տալիս իր անլուրջ, ինչու՞ չէ նաև կիսախելագար մոտեցումը երկրին սպառնացող լրջագույն խնդիրներին։ Իսկ ԵԱՏՄ-ն չլինելու կամ լուծարվելու մասին հայտարարելը նշանակում է, որ նա չի գիտակցում, թե իր խոսքով ինչ նոր խնդիրներ է ավելացնում Հայաստանի համար։ Փաշինյանը ԵԱՏՄ ստեղծողը կամ լուծարողը չէ, նա իր քաղաքական գործունեության ընթացքում լուծարման է հասցրել ընդամենը մեկ պետական միավոր Արցախի հանրապետությունը։ Իսկ նման վարքագծով աղետալի վտանգ է կախում Հայաստանի գլխին։ Այո, անձամբ ինքը կարող է պլստալ, բայց պետությունը դժվար թե կարողանա պլստալ իր ստեղծած խնդիրներից։ Երեք հայտնի դարձավ, որ ԱԺ նախագահի թեկնածու է ընտրվել Ռուբեն Ռուբինյանը, այս մասին քաղաքացիական պայմանագիրի վարչության նիստից հետո լրագրողներին հայտնեց Նիկոլ Փաշինյանը։ Քննարկման եւ փակ գաղտնի քվեարկության արդյունքում ազգային ժողովի նախագահի թեկնածու է ընտրվել Ռուբեն Ռուբինյանը, հայտարարել է Փաշինյանը։ Սա հայ-ռուսական լարված հարաբերությունների ֆոնին կարծես նվեր է Թուրքիայի հանրապետությանը եւ անձամբ երկրի ղեկավար Էրդողանին։ Հիշեցնենք, Ռուբինյանը Թուրքիայի հետ ԿՊ-ի հիմնական հրապարակային կապավորն է եւ նրան ԱԺ նախագահի պաշտոնի համար առաջադրել է ակնարկ է Թուրքիային, որ պետությունը բարձր օղակները վստահում է հենց այդ երկրի համար վստահելի մարդկանց։ Այն, որ Ռուբինյանի առաջադրմամբ հետաքրքրված է Թուրքիան եւ դա նրա համար առանցքային հարց է, ապացուցեց նաեւ Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման հարցերով Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քլչը։ Ռուբինյանի թեկնածության առաջադրման մասին լուրը նոր էր հայտնի դարձել, երբ նա հայտարարություն տարածեց եւ շնորհավորեց գործընկերոջը։ Շնորհավորում եմ Թուրքիա-Հայաստան հարաբերությունների կարգավորման գործընթացում իմ գործընկեր Ռուբեն Ռուբինյանին Հայաստանի խորհրդարանի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ։ 4 տարվա ընթացքում մենք ստեղծել ենք արդյունավետ աշխատանքային մշակույթ եւ անկեղծ բարեկամություն, գրել է նա։ Նկատենք, որ Ռուբինյանը դեռ միայն թեկնածու է եւ էթիկապես ճիշտ չէ նրան շնորհավորել խորհրդարանի նախագահ ընտրվելու կապակցությամբ, երբ ԿՊ-ական падգամավորները դեռ կողմ չեն քվեարկել։ Ավելին, խորհրդարանը դեռևս ձևավորված չէ։ Սա ըստ էության նշանակում է, որ թուրքական կողմն իրեն լիարժեք վստահ է զգում ընտրության արդյունքի հարցում։ Իսկ Քլչի շնորհավորանքը հրապարակվելու այդքան վաղ փուլում կարող է տարբեր մեկնաբանությունների տեղիք տալ։ Այս դեպքում մեկնաբանությունն այն է, որ Թուրքիան գոհ է Փաշինյանի եւ քաղաքացիական պայմանագրի ընտրությունից։ Այսօր այսքանը, կհանդիպենք եկող շաբաթ։